Խաղաղություն ձեզ, Աստված ձեզ պահապան։ Մի ինչքան հնարավոր է կարճ կասեմ, շատ եք լսել, բայց հատուկ մտքի վրա ենք ուզում նայենք։ Հարց է, ում իմաստությունը, այսինքն դու ում իմաստությունն ես ընդունում։ Հիմա որ հարցնեմ, շատ եք կասեք Աստծո, բոլորդ կասեք, գուցե։ Բայց հաճախակի գործով է ապացուցում, թե մենք որ իմաստությունը, ում իմաստությունն ենք ընդունում։ Աստված մեզ օգնի, որպես մենք ճիշտ վարվենք։ Ընդհանրապես, եթե ավելի ուշադիր նայենք, այստեղ ամեն մեկը, աշխարհում ամեն մեկը հիմնականում սրա վրա է ծանրացած։ Չխոսենք այն մարդկանց, որ արդեն իրենց հոգևոր կյանքը կամ ասենք թեկուզ ֆիզիկական կյանքը փչացրել են, դրանց մասին չխոսենք, հիմնական մարդկությունը մտածում է կյանքի համար։ Ոնց անենք, որ կյանք ունենանք, ելել լավ կյանք ունենանք։ Շատ ժամանակ մարդիկ փնտրում են այդ լավ կյանքը, լսել եմ, մարդիկ երբ իրար հետ խոսում են, ինչ են ասում, լավ կյանքի համար, որ ուզում են, հետաքրքրում են, ուզում են, սխալ չի, սա շատ ճիշտ միտք է, բայց մենք պետք է նայենք սխալ տեղից չօգտվենք, իբր թե ուզում ենք կյանք անենք։ Կյանք փնտրելու ծրագիրը շատ ճիշտ է։ Ամեն մարդ, որ փնտրում է կյանք ունենալ, շատ ճիշտ է անում։ Հենց դա ապացուցում է, հենց որ մարդ հիվանդանում է, բժշկի է գնում, կամ հաճախակի սեղաններին խոսում են այս ուտելիքից, այն ուտելիքից, որն առողջարար, դա ինչ է նշանակում, այսինքն հենց կյանքի համար են մտածում։ Բայց տեսնում եք, որ իրար հետ խոսում են, մեկ էլ տեսնում ես մեկը ուղղություն է տալիս, ասում է, այ այս բժիշկը ճիշտ խորհուրդներ է տալիս, այն իմաստունն է ճիշտ խորհուրդ տալիս, այս ապրելաձևն է ճիշտ, շատ ժամանակ ապրելաձևի մեջ, ապրելաձևի որ մարդիկ օգտվում են, իբր թե որ կյանք անեն, շատ խորամանքներ արդից օգտվում են, մարդկանց կյանքը փչացնում են։ Մեկ էլ տեսա շատ լավ վերնագիրներ են դնում իրենց ծրագրի վրա, մարդիկ էլ հավատում են, այն որ ասում են ռեկլամին։ Ասում մի օր սատանան ասում արի քեզ մեկին ասում քեզ դրախտը ցույց տամ, մեկին էլ ասում քեզ բան ասում, համ դրախտը ցույց տամ, համ էլ դժոխքը ցույց տամ, դու ընտրի։ Ցույց է տալիս իբր դրախտը, կանաչ, սիրուն տեղ, լուսավոր, մարդիկ հավաքվել են, խելոք նստել են, խաղ, ամեն ինչը, մեկ էլ տանում է դժոխք իբր թե։ Տանում է դժոխք, տեսնում են, որ մարդիկ ուտում, խմում են, ուրախանում են, ծիծաղում են, ծխում են, խմում են, հարբում են, ամեն ինչ էլ անում են։ Այս մարդը ասում է, դե թմրած ինչ է դրախտում։ Նստած ենք, հավար շուրջը կանաչ էր, էլի ու կռիվ չկա։ Ստե լավ է, ուտեմ, խմում են, քեֆ են անում, ուզեն կծխենք, ուզեն չեն ծխի։ Ասում է, ես դժոխքն եմ ընտրում։ Ասում է, լավ, հաստատվավ։ Մեռնում է, մեկ էլ դժոխքի ճամփեն են տանում։ Ինքը սատանային ասում է, այս սատանա, բա դու ինձի տենում դու կրակ է հեռվից, ասում է, բա դու ինձի ցույց տուր, որ դժոխքում ուտուշ, խմուշ, ասում է, ռեկլամին հավատացիր։ Դա շատ ժամանակ, այո, մարդիկ ծրագրներ են դնում ռեկլամի նման վերնագիրը։ Ինչ են անում։ Մեկ էլ տեսնում ես, ասում են, ասենք, առողջ ապրելակերպ, շատ լավ վերնագիր է, առողջ ապրելակերպ, բայց մեկ էլ տեսնում ես ծրագրի մեջ փչացություն կա, պղծություն կա, խաբեություն կա, իբր անունով մարդկանց քաշում են դեպի, անգամ երեխաների համար են դնում այդ վերնագիրը, դասընթաց են դնում, եթե ծնողներից մեկը հակառակում է միջի եղած չարություններին, ասում է, սկսում են շանտաժ անել, դու դեմ ես առողջ ապրելակերպին,
չես ուզում քո երեխան առողջ ապրելակերպ ունենա, բայց փաստորեն ինչ առողջ, հիվանդ փչացություն, հիվանդություն եւ փչացած կյանք։ Անունել դրել են առողջ ապրելակերպ։ Աստված ձեզ պահի։ Հիմա ես ուզում եմ անցնենք առաջ, Սուրբ գրքից նայենք, այո, շատերս մեր ժամանակին գուցե մեզ թվացել է միայն մենք ենք, որ այդպես իմաստուն ենք, կյանք ենք փնտրում, բայց բոլորն էլ կյանք են փնտրում։ Դա նորություն չի կյանք փնտրելը։ Բոլորը փնտրում են անգամ հեքիաթներով էլ իրենց ցանկությունները, երազանքները հեքիաթներով ասում են, որ այսպեսի կյանք ենք, այնպեսի ինչ-որ մի բան կերավ, հավիտյան ապրեց կամ անմահական դարձավ եւ ուրախանում են այդ երազանքներով, սակայն Աստծո ասածը իրական է եւ ապացույց ունի, շատերը ասում են, ով է եկել այն աշխարհից, որ իմանանք։ Այն աշխարհից հենց Հիսուսն է եկել, առաջինը։ Բացի Հիսուսից շատերն են մեր շրջապատում, ասում մեկը մահացել են, ինչ-որ ժամանակ հետո վերադարձել են, հարություն են առել, բայց հիմա արդեն եթե Աստված պահի, չէ, ով որ հանգարց գնա, թե չէ տանում են, հերցում են, սպանում են, ասում են, դե գնա, ինչ տեսար, քեզ մնա, այլ չգաս պատմես։ Ուրեմն նորից ասում եմ դառնանք մեր այդ նպատակին, որ մենք բոլորս կյանք ենք փնտրում։ Սակայն ես ուզում եմ Աստծո ասածները ասեմ, հենց որ Տիրոջ ասածը, որ կյանքը որտեղից փնտրել։ Որն է այդ sense ասած անմահական կյանքի դեղը։ Մի օր Նուրհաջնի դալիճում էր այդ կլուբում, ասի ժողովուրդ ջան, ձեր համար դեղ եմ բերել, ասինքն նկատի ունեի Աստծո խոսք։ Որ ասի դեղ եմ բերել, չէի պատասխանում, եկել տեսա մարդիկ վազելով եկան, բեմի առաջ կանգնեցին դեղ որ տամ։ Ես ասի դե որ եկել են, լավ։ Ասի իմ բերած դեղ Աստծո խոսքն, աղոտ քարեցի, այդ օրը ահագին մարդ բժշկեց Աստված։ Ասեց էս Աստծո դեղը, հավատացեք, աղոտ քանեք բժշկվեք, եւ բժշկվեցին իհարկե։ Հիմա տեսեք Տերն ինչ ասում, Հովանու 5:23-24 խոսքն եմ կարդում, որ ամենքը պատվեն որդուն, ինչպես որ պատվում են հորը։ Այսինքն հայրը նենց արեց իր աշխարհ ուղարկի իրեն իր աշխարհ գալով, Հիսուս ասում է, հայրը սա է դեր, այս ծրագիրը, որ պատվեն որդուն, Աստված Հիսուսին ուղարկելով այս պահանջն ա դրել մարդկության առաջ, թեև շատերը չեն նազանդվում, որ Հիսուսին ճիշտ այն պատիվը տան, ինչպես որ Հայր Աստծուն կտան։ Այդտենց ոչ մեկ այդպիսի պատիվ չի ստացել, ասենք ոչ մարգարեները, ոչ առաքյալները, ճիշտ ասում, ձեզ ընդունող ինձ ընդունում, բայց կոնկրետ պատվի մեջ կա նաև երկրպագություն։ Երկրպագեն անգամ Հիսուսին, ինչպես որ հորը կերկրպագեն։ Եվ ասում է պատվեն, ասում է ինչ չպատվողը հորն էլ չի պատվում, որ ուղարկեց։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե իմ խոսքը լսող եւ ինձ ուղարկողին հավատացող հավիտենական կյանք ունի եւ դատաստան չի մտնի, այլ մահից փոխվեց դեպի կյանք։ Ուշադրություն դարձեք Տիրոջ իմաստությունը եւ Տիրոջ գործը։ Դեղը որն է։ Ու ասում եմ ճշմարիտ ասում եմ։ Ընդհանրապես Տերը շատ է կրկնում ճշմարիտ ասում եմ։ Եվ Տերը մեկ անգամ էլ ասի, բայց Սուրբ գրքի համեմատ 2-3 վկայությունը ոնց է հաստատում է, անգամ իր խոսքի մեջ էլ է Տերը դա կրկնում, իմ խոսքը լսող եւ ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի եւ դատաստան չի մտնի, այլ մահից դեպի կյանք փոխվեց։ Երկրի վրա այդպես միջոց չկա, այդպես դեղ չկա, այդպես իմաստություն չկա, ում մոտ գնաս մեկը գարանտիա չի տալիս, այս իմ իմաստությունը օգտագործի հավիտյան կապրես։ Ոչ թե միայն հավիտյան կապրես, այլ դատաստան չես մտնի, մահից կտեղափոխվես դեպի կյանք։ Այդպիսի դեղ չկա, բայց իմ համար շատ ժամանակ ցավ է, երբ որ տեսնում եմ, այո, մարդիկ ինչ են անում։ Աստծո կյանքի խոսքը դրած
նրանք թողել են եւ մարդկանց մոտ են փնտրում ապրելու միջոցները։ Բժիշկի մոտ գնանք, լավ է, այդ փառք Աստծո որ Աստված իմաստություն է տվել, բայց վերջ-վերջում տեսնում եք բժիշկները հենց շատերի բուժողները իրանք են մեկ էլ տեսնում, մահանում են իրենց ճար չկա։ Ասում էին, նա որ քույրի աչքը բացես չի կարող են ցաներ որ Ղազարոս չմեռներ։ Հիսուսը հուզվեց, անգամ լացեց։ Լավ է, մարդիկ չեն տեսնում, չեն հասկանում ես։ Նորից նույն խոսքերն դեղ ասեց, իմ խոսքերն են կյանք։ Ես եմ կյանքը եւ հարությունը։ Ուրեմն ուշադրություն դարձնենք, չկա այդպիսի դեղ, չկա այդպիսի մեկը, որ հայտարարի իմ խոսքը կատարող եւ Հիսուսը դա ապացուցել է։ Ինձ մեր մեջից էլ չէ, ինչքան մարդիկ կան եկեղեցում, որ Տերը, ասենք, մտքի ապշտակություն է տվել, տեսել են հանդերձյալ ասած իրականը, այն աշխարհը։ Թորնիկս փոքր էր, 6 տարեկան, ձայնագրել եմ անգամ ձայնը, մեկ էլ զարթնեցի, դե մեզ մոտիկ էր քնում, մի բան եք դրել, մոտիկ մեզ քնում էր, տեսա ոնց անհանգիստ թվի նստում, վերակենամ, ասի ինչ ա հելեա, Ազիզ ջան, մեկ էլ նստավ ու ասեց, արի քեզ պատմեմ, ասես ես աստիճաններ տեսա, Փիլաքյան ասում, դե ես աստիճան եմ ասում, ասում հելա, շատ հելա, հասա երկինք ասում, հասա երկինք Հիսուսին տեսան դեղ, ասում Հիսուսի հերես այնքան փայլուն էր, որ ես չեկամ նայեի իրան էլի, ասում եւ ինքը ինձ ուտելու բան տվեց, ես կերա ու Հիսուսին ասի, թե մտքով ոնց անցե, ինչ այդ շատ ժամանակ մեծ է դες խոսում այդ միտք չեն անում, Տեր Հիսուս ինձ հարություն կտաս, ես խնդրեցի Տեր Հիսուս ինձ հարություն կտաս, ինքն էլ ասես գնա քո տուն հանգիստ ապրի, ես շուտով գալիս եմ, քեզ կվերցնեմ ու ինձ հետ երկնքում կապրես։ Այդ երեխան չի հասկանում դա ինչ է նշանակում։ Այնքան որ ասում Հիսուսը խոսք հատվել, որ ինձ իր մոտ կտանի, բայց ինչ է նշանակում այդ։ Հիսուսը նախ հայտնում է, որ ինքը շուտով գալու է մեկ։ Եվ քեզ ինձ մոտ կվերցեմ, էլի բաներ կա, ու մենակ իր համար չէր։ Մեր կյանքում, իմ կյանքում, եկեղեցու կյանքում ինչ-որ փորձություն է եղել, որ գիտես թե կարծես թե դու պետք է ինչ-որ գործողություններ անես, բայց դրանից առաջնորդվում ես, որ Տերը դες չի ասե, թեկուզ երեխայի հետ խոսես, ես հիմա չեմ բացում փակագծերը, բայց հենց քեզ հետ եմ խոսել, որ դու իմանաս այդ փորձության օրը ինչ անես։ Այսինքն անգամ մանուկներին է Տերը տարել, ցույց է տվել իրականությունը։ Շատերը ասում են, դե դա տեսիլք է, եթե հրեշտակ է երևում, կամ այս վերջես մեկ ասում է, Տեր ասեց, Աստված մեռելների Աստված չի, կենդանների, չէ որ Տերը Մովսեսին ու Եղիային տեսավ, չէ, դե դա տեսիլք էր, այսինքն մարդ հասկանում է դա ինչ է ասում, այսինքն մեծ ստություն էր, փուչ բան էր, նկար էր, կարծես թե նկարները Հիսուսի հետ խոսում էին, մեկ դատարկություն, Միթե Աստված դատարկություն ցույց կտա Հիսուսի խաբի։ Այդ տեսիլքը, հրեշտակն էլ եկա Մարիամին ասեց, տեսիլք տեսավ, խոսք ասեց, Եղիսաբեթին երևաց, կամ Զաքարիային, ու գնաց, դա տեսիլք էր, բայց իրական անձ էր տեսիլքի մեջ խոսողը, ոչ թե ուղղակի մի նկար երևաց, վիդեո նկար չէ, դա իրականություն էր, մենք պետք է հասկանանք, Աստված ստություն չի խոսում, կամ երբ որ Տեր ասում է երկնքի արքայության ինչ-որ հատվածներ են ներկայացնում,
առակներով մարդիկ ասում են դա առակ է։ Այսինքն Հիսուսը սուտ առակներով խոսեց, որ ասում են հարուստի եւ ղազարոսի պատմություն են, ասում են առակ, բայց Հիսուսը չի ասա առակ, ուշադրություն կարդացեք, դա չի ասում, մի հատ էլ առակ, կամ ինչի նմանցնեմ, մյուս առակը։ Ասում մի մարդ կար, հենց տենց է սկսում տերը։ Հարուստ էր, այս էր անում են, մի աղքատ էլ կար, չգրված չի առակ է։ Մեկ է տեսնես մարդիկ ասում են աղքատ ղազարոսի առակը, վերնագիրն էլ գրում են, չեմ ամեն ինչ անուշադիր լինելով։ Դա առակ չի։ Ասում են չէ, հանդերձյալ աշխարհ չկա, ասում դե ոնց էր որ դժոխք չկա, ոմանք ասում են դրախտ չկա, բա դե ոնց է որ ասում են հարուստը դժոխքում տանջում էր, ղազարոսը Աբրահամի մոտ էր։ Ասում դե դա առակ էր, յանի փուչ բան էր։ Ոնց Աստված սուտ խոսեց, իբր այդ իրականությունը չի եղել, Հիսուսը սուտ խոսեց, մարդիկ չեն իմանում ումն են անարգում իրանց անհավատությունով։ Դա մենք ուշադիր լինենք։ Հիմա այս իմաստության եմ դառնում, որ ասում եմ ով որ, չէ, իմ խոսքերը ընդունի, հիմա ուրիշ հատված եմ կարդում 14-ի 23-24-ը Հիսուսը պատասխան տվեց, խոսցնում են հրեաները, ես այս հատվածն եմ կարդում ագին, նրան եւ ասեց. Եթե մեկ ինձ սիրում է, իմ խոսքը կպահե, եւ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Հետաքրքիր հայտնություն է։ Շատերը մենք հիշում են, որ մենք փոքր ենք, մայրս խոսում էր Աստծուց, մենք էլ չենք հավատում, մեկ էլ ուզում ենք հավատանք, բայց մեզ համար հետաքրքիր տեսնես ով է այդ Աստվածը։ Եթե կա, ուզում եմ տեսնեմ։ Եվ ասիկ անհասանելի մեկն էր։ Բայց տեսեք այդ մարդկությանը անհասանելին Տեր Հիսուսը հասանելի է սարքի, իհարկե Հայր Աստծո ձեռով։ Եթե մեկին սիրում է իմ խոսքը կպահի եւ իմ հայրը կսիրի նրան եւ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Հետո ասում են, երբ որ Սուրբ Հոգի կա, կտեսնեք, որ ես հոր մեջ եմ, հայրի իմ մեջ է եւ ձեր մեջ։ Իհարկե երկնքում էլ մարդիկ որ զենան Աստծուն տեսնեն, Աստծուն չեն տեսնելու Հայր Աստծուն։ Հիսուս կտեսնեն, որտեղ Հիսուսը մարմին ունի արդեն։ Աստծո գահին նստած, ասում է գառը, չէ՞, Հիսուսը գահի մեջ, աթոռի մեջ, այսինքն գահի բասկաթոռի մեջ։ Ով ուզում Աստծուն տեսնի, Հիսուսը տեսնելու այնտեղ։ Հայր Աստված կա, Սուրբ Հոգին էլ կա, բայց նրանք անտեսանելի են անգամ երկնավոր էակների աչքերին։ Աստված ուրիշ հոգի է, հեշտակների նման հոգի չի, մեր հոգու նման հոգի չի։ Բայց Հիսուսը տեսանելի դարձավ հանուն մեզ, որովհետեւ հավիտյան մենք նրա հետ ապրենք, նրա հետ շփվենք, նրան տեսնենք Աստծո հետ ենք շփվելու, բայց աչքով Հիսուս ենք տեսնելու որպես Աստված, որի մեջ կա Սուրբ Հոգի եւ Հայր Աստված։ Հետաքրքիր, ասում նրա մոտ կգանք, այսինքն դու ինչ դեղ կարող ես ճարել օգտագործես, որ Աստծուն երկնքից իջցնի քո մոտ։ Կարո՞ղ եք դες միջոց ճարեք։ Այդ միջոցը ինչն էր։ Խոսքը։ Եթե մեկին սիրում է իմ խոսքը կպահի, խոսք պահել պատճառով կիջնենք քո մոտ։ Եվ ոչ թե ուղակի հյուր կգանք։ Չի ասում ես ու հայրը հյուր կգանք։ Բնակություն կհաստատենք նրա հետ։ Սա մեծ պարգև է, մեծ խոստում է։ Աստված մարդու հետ բնակություն հաստատի։ Իհարկե նորից գիտեք, որ Երուսաղեմ պետք է տան, նոր Երուսաղեմ, երկրավորը չէ, քանդվողը չէ։ Նոր Երուսաղեմ կտանի, որի ճարտարապետը Հիսուսն է, Աստված է։ Եթե մարդկանց շինաշենքերն եք տեսնում, առավել գեղեցիկ ու ավելի ճոխ Աստծո սարքած է։ Եվ այդտեղ հավիտյան
այդ բնակության մեջ կապրի մարդը, ովքեր որ սիրում են Հիսուսին եւ նրա խոսքը պահում են։ Ուրիշ տեղ չկա, ոչ մի իմաստունի խոսք չկա, որ նրա խոսքը պահես, քեզ հավիտենական կյանք տա, դատաստանից ազատի, Աստծուն բերի ու քեզ այդ բնակություն հաստատող դարձնի։ Պատկերացնում եք, ասում եմ, երկնքից կարդացել եք, դրա համար ես հիշեցնում, տեղերը շատ չեմ կարդում, երկնքից մի բան տեսա, ասում եմ, նոր Երուսաղեմն էր իշտում գառի հարսը, չէ՞, եկավ երկրի երկնքի ինչ-որ հատվածում կանգնեց։ Որտեղից իջավ երկնքից։ Աստված ասում է երկինքներից վեր է բնակվում։ Բայց ինչպես իր խոսքը պահողին սիրեց, որ հանուն նրանց այդ երկինքներից իջավ Երուսաղեմում բնակվեց։ Նոր Երուսաղեմում երկնքի։ Բնակվեց նոր Երուսաղեմում, ասում է, իր սրբարանը դրեց այդտեղ։ Տաճարը Աստծուն տեղ էր։ Բարձունքներում կանքը ամենուր եկա, բայց կոնկրետ իր ամենամեծ ներկայությունը եկեղեցու մեջ էր։ Բայց ինչի պատճառով նրանց համար ովքեր իր խոսքը պահեցին, դեղը սա է։ Անցնենք առաջ 17-րդ գլխի 14 խոսքում էլ այսպես ասում. Եվ ես քո խոսքը նրանց տվի, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ։ Հետաքրքիր բացահայտում։ Այսպիսի մի բան ասեց Սիմոն Ծերունին, Մարիամին ասեց, եւ սա պատճառ կդառնա, որ շատ սրտերի Հիսուսը պատճառ կդառնա, որ շատ սրտերի խորհուրդներ ջրի երես կլինեն, ասենք բացահայտվեն։ Այսինքն Աստծո խոսքը նաև պատճառ է, խոսքը տվի նրանց, այդ խոսքը պահելու համար աշխարհը նրանց ատեց։ Այսինքն ոչ թե միայն Աստծո խոսքը կյանք է տալիս, Աստված է բերում մեր մեջ, այլ նաև թշնամի էլ է ստեղծում։ Որտեղ նրանք չար են, սրբություն չեն սիրում, բարիք չեն սիրում, անտեղի, եւ այս խոսքը կատարում մեզ վրա էլ կատարվում է, ինչպես Հիսուսի համար, ասես եւ նրանց օրենքում գրած այս խոսքը կատարել, զուր տեղը ինձ ատեցին։ Այսինքն զուր տեղը մեզ ատեցին։ Զրպարտում են, չարախոսում են, հորինում են, ինչ ասես ասում են, ատում են։ Սուսանքուր ունեք Սեյրան եղբոր կինը։ Ասում եմ մի օր մեկը Աբովյանից զանգեց մի կին։ Ինչ որ դժվարություն ներկայացրեց իր կյանքի, ասում ես էլ ասեցի, գիտես ինչ քուրդ ջան, ես չեմ կարող քեզ պատասխան տամ, բայց մի օգու հեռախոսի համար տամ զանգի պայմանավորի, հանդիպի թող քո հետ կիսվի խոսի, ես համոզված եմ ինքը քեզ կօգնի։ Ասեց ասա, համարը տվեցի ասումն ասի Միլազինը, մեկ Սուսանքուր խնդրում եմ, էլ ուրիշ մարդու համար կարաս տաս, ես չգիտեմ խիս այդ Միլազինն հենց եմ ատամ, չեմ էլ ուզում հետը շփվեմ։ Դրան ատում եմ, ես չեմ ուզում դրա հետ շփվեմ, ուրիշ մարդու համար տուր էլ ինչ կլինի։ Ասեմ, բայց ինչ արած, ես էլ չգիտեմ ինչ արեմ, բայց իմ սրտի մեջ ատելություն կա։ Մեկ ուրիշ է նոր Աբովյանից սենց ան։ Ասում մի օր մի ժողովի նստել է, մեկ էլ տեսա, քարոզիչ քարոզում է։ Ասեց Հիսուս ասում է, ով որ իր եղբորն ատի մարդասպան է։ Որ այդ ասեց ոնց որ մի բան խփեց սրտից։ Ես նայեցի, որ ես Միլազին ատում։ Հետո ես ինքս իմ համար նստեցի, մտածեցի, տեսնես ինչ արել, որ ատելությունը առաջացե։ Ոնց մտածում եմ, ոչ վատ խոսք ես ինձ ասել, ոչ վատ գործ ես արի իմ հանդեպ, բայց ինչի եմ ատան։ Ինչի ատում։ Աղբյուր ունի ուրեմն իրան սնող, չարը իրան սնում է։
Չարը աշխարհը լցնում է ատելությունով Հիսուսի նկատմամբ, Աստծո նկատմամբ, իր ժողովրդի նկատմամբ։ Ձեր նկատմամբ միայն իմ մասին չի դա։ Դուք եք տեսնեք զուր տեղը ձեզ ատում են, բայց ցավալին սա է, զգուշացեք, մեկ քույր եղբայրները տեսնում են, որ մարդիկ կան զուր տեղը իրանց ատում են, ասում են ոչ մի բան չեմ արել, եւ սա դառնում է իրեն կռվելու պատճառ, քանի որ ինքը արդար է, ոչ մի բան չի արել, ուզում է որևէ ձև վրեժ խնդիր լինի։ Աստված քեզ ցույց չի տալիս, որ քեզ ատում են, որ դու կռիվ սկսես։ Ասում ինչ ասում ատողների համար, բարիք արեք ձեզ ատողներին, օրհնեք ձեզ անիծողներին։ Մեկը մի շաբաթ ինձ անիծում էր, խոզերը սատկել էին իր հարևան էր բանավանում։ Ինքը մտածում է միլազ հավատացյալի երևի խոզը հարամ են անվանում, դրա համար սատկեցել է, որ իր տան մոտը խոզի ձեն չգա։ Չի հավատում, որ մենք չենք արել։ Մի շաբաթ անիծում, երեխեքին բռնում, ձեռը դնում, գլխին անիծում, դվրոցից որ գալիս են։ Կինս էլ լացում են, այնց ուժեղալացում են, հարևանի կինն էլ եկի հետ ցավակից է, լացում է։ Վերջը, շատ լացեց, ես էլ եկել եմ գործից, ուզում եմ այդ հողը փորեմ, մեկ ես ինձ մտածեցի, այ մարդ ինքը լավ, ասենք աշխարհից է, Աստծո մարդ չի, ինքը իր գործն անում։ Ես էլ Աստծո մարդ եմ համարում, ես ինչ իմ գործը չեմ անում, որ գնացի ձայն տվեցի են տարիքով էր։ Ես ինչ ծոցա, գլուխը հանեց, լուսամուտ բացել, ինչ այլ է, ասա, դե լուսամուտը բացա, թողու, հայ, իր համար ճաշը էփը մեզ էլ անիծում, թե էփած ճաշը ոնց կուտի չեմ անում։ Մեկ էլ կինս ու հարևանուհիս որ տեսան, ասին էտա, իրանց մեջ մտածում են էտա։ Վերջ միլազը համբերությունից ելավ, հեսա լավ հախից կգա դες։ Գնացի, ասես մի շաբաթ դու մեզ անիծում ես։ Ասի քո հերթը պրծավ, հիմա իմ հերթն է։ Ասի մի հատ տեր ունեմ, անունը Հիսուս։ Ինքը ասում է ձեզ անիծողներին օրհնեք։ Դու ասում ես երեխեքդ ավտոյի տակ ընկնեն, ես ասում Աստված քո երեխեքին ավտոյից հեռու են, ավտոյի տակ չեն։ Ասում ես մուրազները փորը մնա, անիծում ես ձեռս դեմ, ես ասում Աստված քո երեխեքին իրենց մուրազին հասցնի։ Ինչ ինքը անիծել ես, հակառակը օրհնում եմ։ Մեկ էլ մտածես մի հատ էլ հարևան ունենք, այն կողմից ասել ես միլազ տեղել էի կմորթ է, ինչ հարիֆա, բան չի ասում։ Մեկ էլ որ արեցի, ասես չէ, ուրեմն ես մարդը չի արել։ Որ օրհնեցի, զղջաց։ Մեկ է կպավել մի հարևան, ասում ուրեմն ինքն ալ։ Մի ամիս կրկնակի քարապատիկ հայեց, անիծեց, ասես դե մորթի է, ասում միլազ տեղել էի կմորթ է, բան չի չես մորթում։ Իրա դեմը դարձա։ Նիմա տենց ա, բայց ինչից արեցի, որտեղ հիշեցի տերն ասում է, սենց արա, մենք շանժակ լռում ենք ու գիտենք, թե տիրոջն էլ հնազանդ մարդիկ ենք, բայց հնազանդ չէ ես, Աստծո հրամանը չի կատարում, անիծողին օրհնի, ատողին բարիք արա, թշնամուց սիրի, սա հենց հարիվ լինելու նշան չի, գործ չի, եթե Տերը ասում է դու տենց արա, այսինքն դրանով Տերը ուզում ասի ես եմ քո փոխարեն գործելու։ Մեկը հայոյեց, միտեղ նստած ենք, իրեն մեծ ահարուստ է, միլիոնատեր, միլիարդատեր, Ռուսաստանից եկել է, սովետը որ քանդվել են, մեծ բան էր ձեռք բերել, 7-8 հոգու ներկայությամբ ինձ հայոյեց։ Ասեց հիմա սիրտդ վառվում է, ասես ձեռս ճար երկու հատ թիկնապայել կողն են նստեմ, ձեռս ճար հլներ ես վրեժս լուծեի։ Ես ասի չէ, այդպես չեմ մտածում, բա ոնց ես մտածում։ Ասեցի, եթե ես քեզից վրեժ լուծեմ, եթե կարողանամ քեզ խփեմ էլ ես թիկնապարների մեջ, վնաս չես քաշի։ Ասի
Աստված ասում է վրեժխնդրություն իմս է, ես պետք է հատուցեմ, քեզ անձնում եմ Աստծուն, մեկը դեմ բախուց գոռաց։ Ասի Աստված որ քեզ խփի, չես կարող հալնես, ես քեզ խփեմ, դու կարաս հալնես կայնես։ Իմ խփածը քեզ շատ վնաս չի տա, կարող ընդհանրապես վնաս չի տա, բայց երբ որ Աստված վրեժը լուծեց, այդ ժամանակ դու կտենաս խփելը որն է։ Ու դրանից հետո իրո գնաց, այդ իր ամբողջ ունեցած, ես չեմ ասում, լավ ելավ, գուցե Աստված ուշացներ, բայց անմիջապես տեղի ունեցավ։ Ամբողջ ունեցածը միլիարդներ կորցրեց, հազարավոր ավտոներ ուներ։ Ամեն ինչ կորց, կիլոներով ոսկի ուներ։ Եվ այլ։ Ամեն ինչը կորցրեց, մի քանի տարի էլ դատվեց։ Հետո մի անգամ ինտերնետում իր տղան հակառակվում էր, ես իրան ասի գնա հորդ հարցա իմ մասին նոր հակառակվի, ես Աստծո խոսք եմ գրեմ, խոսում եմ, ինքը ուղիղ կապա, ինքը հակառակում է, մի լսեք դրան սուտա խոսում է, սա անամ, ու ասի գնա հորդ հարցա, մեկ էլ եկավ ներողություն խնդրեց հաջորդ օրը, հերս ասե իրանից գործ չունես, բայց չեր ասե ինչի համար, իրանից գործ չունես դու, Աստված պաշտպան է նաև իր խոսքը պահելու համար։ Շատ ժամանակ մենք խոսքը չենք կատարում, ուզում ենք օրհնվենք, ուզում ենք ազատվենք մեր թշնամիներից, բայց Աստված ասել է քո թշնամու հետ ո՞նց վարվես։ Ատողի հետ, թշնամու հետ, անիծողի հետ, հալածողի հետ։ Տերը ձեզ օրհնի։ Եվ մի համար էլ եմ ուզում կարդալ Հակոբոսի Հովանու 12-ի 48-50-ում ասում է ինձ անարգողը եւ իմ խոսքերը չընդունողը ունի իրեն դատողին այն խոսքը որ ես խոսեցի նա գտատե նրան վերջին օրը որտեւ ես իմ անձիցը չխոսեցի բայց ինձ ուղարկող հայրը նա պատվեր տվեց ինձ թե ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խոսեմ Եվ գիտեմ, որ նրա պատվիրանքը հավիտենական կյանք է, ուրեմն ինչ որ ես խոսում եմ, ինչպես հայրը ասեց ինձ, այդպես եմ խոսում։ Սա մեզ համար օրինակ է։ Ոչ թե միայն Հիսուսի համար, այլ մենք էլ պետք է այնպես խոսենք, այնպես ասենք, ինչպես որ Աստված է ասել, Հիսուսն է ասել, Հայր Աստված է Հիսուսին տվել։ Բայց շատ ժամանակ մենք ասում ենք հավատացանք, բայց մի շրջապատում ենք խոսում, որ մեր բերանից ինչ ասես դուրս է գալիս, գուցե նման չի Հիսուսի խոսքին։ Մեր բերանը նման չի Հիսուսի բերանին այդ պահին։ Ես մեր եմ ասում, ինձ էլ եմ խառնում, որ ոչ մեկ չվիրավորվի։ Այո, պատահել է իմ կյանքում նման օրեր։ Բայց ես զղջացել եմ, խոստովանում եմ, խնդրել եմ, որ ես Տիրոջ նման խոսեմ։ Երբ որ պատվական անարգից տարբեր ես դու, ես քեզ իմ բերանի նման կանեմ, սուրբ կանեմ, ճիշտ խոսող կդարձնեմ քեզ։ Դա համար մենք ուշադրություն դարձնենք, կյանքի խոսքը թողած հաճախակի մենք դեղ ենք ման գանում, բանջար ենք ման գանում, մենք հիվանդացել ասում ենք, արի հավատա Աստծուն աղոտ կանենք բուժվես, ասում եմ, չէ, եղբայր ջան, ես Աստված մի հատ հրեշտակ ուղարկի ինձի, մի հատ խոտ ցույց տասի, այդ խոտը կերկե բուժվես։ Այո, քո ինչ դու ես ձև ցույց տալիս, բժիշկը քեզ ոնց բուժի։ Գուցե եւ այդպես բան է լինի, դեմ չեմ, բայց հիմնականում նայ, Հիսուսը խոսքով է բուժում։ Եվ իհարկե հիմա վնասակար կողմն եմ ուզում մի երկու համարով ցույց տամ, հնարավոր է մենք չենք զգում, եթե Աստծո խոսք չենք կատարում, ուրիշ մեկի խոսք ենք կատարում, հիմքում ինչ կա, ինչ հետևանք է լինելու, օրինակ հենց բերեմ օրինակ Ադամի օրինակը, Աստծո ասածը չարեց, Սատանան թեկուզ մի լավ ռեկլամ արեց, սուտ խոսեց, Չէ, չեք մեռնի, ուտեք, Աստծո նման կլնեք, մեծ խոստում, Աստծո նման կլնեք։ Հավատացին։ Կերան նմանվան, հակառակը,
նմանություն ունեին, ամբողջը կորցրին։ Բարի են եղան չար, իմաստուն են եղան տգետ, եւ այլ։ Ադամը խոսքը չպահեց, ուրիշի խոսք օգտագործեց, վնասվեց։ Հաճախակի մարդը ունի Աստծո խոսք, հավատացյալների մասին է խոսքը։ Դե մարդը, որ հավատացած չգիտի Աստված ինչ է ասել։ Գուցե որոշ չափով գիտի, էլի աննազանդ է գտնվում։ Բայց հավատացյալի մասին է խոսքը։ Աստծո խոսք ունի։ Մեկ էլ տեսնես ուրիշի խորհուրդներն է կատարում։ Էս ինչ ասեց, այն ինչ ասեց, այնց ասեցին, ասին էսի լավ է, էսի լավ ասում եմ, ասես էսի լավ է, ինչ է։ Դու դնում ես քննության։ Հա նայ Աստված այդպես ասում է, գուցե նებիսի բան ասի, որ Տիրոջ խոսքի մեջ է։ Ընդունի։ Բայց շատ ժամանակ լինում է, որ հակառակ խոսքեր են ասում։ Օրինակ Հակոբոսի 3-րդ գլխի 15-ից 17-ում ասում է նման իմաստության, որ դու օգտվում ես ուրիշ ճանապարհներից, ոչ Աստծո գրվածքից, ոչ Աստծո խոսքից։ Ասում է այս իմաստությունը վերևից իջած չէ, այլ երկրավոր, շնչավոր եւ դիվական։ Դրա մեջ 3 տարբեր մասնակցություն կա կամ խառնվածություն կա։ Աշխարհային, երկրավորը ասում, աշխարհային, շնչավոր, մարդկային, մարդու խելքի բանն է, անգամ դիվական։ 17-ում ասում է, բայց վերին իմաստուն նախ եւ առաջ սուրբ է, հետո խաղարար է, հեզ ու հլու, ողորմությունով ու բարի պտուղներով լիք է, անկողմնասեր, անկեղծ։ Վերին իմաստությունը։ Մարդիկ ասում են Աստվածից sense անում, բայց կռվի մեջ են, վեճի մեջ են։ Հա իրար ուտեն, ասում են Աստծուց է։ Բայց ասում են Աստծո առաջինից խաղարար է, կռիվ չկա մեջը։ Հեզ է, հլու է այդ իմաստությունը։ Անկողմնասեր։ Եթե մեկի այդ հարց է լուծվում, օրինակ ես եմ, ես չպետք է նայեմ իմ շահը որն է, իմ կողմը քաշեմ, այլ նայում եմ Աստված ինչ է ասում, եթե ես սխալվել եմ, թող ամոթով մնամ, տուժվեմ, բայց թող Աստծո խոսք կատարեմ։ Ոչ թե ինձ իմ շահը պաշտպանելու համար իմ դիմացի ճիշտ մարդուն սխալ հանեմ։ Շատ է լինում այս գործը։ Անկամ մի դեպք էլ հիշեցնեմ, Մատթեոս 16:21-23-ում դրանց առաջ սա է, որ Հիսուս ասում է, մարդիկ ինձ համար ինչ են ասում, մեկ ասում է, ես մարգարեն, իսկ դուք ինչ եք ասում, Պետրոս ասում, դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին, եւ Հիսուս ասեց, դա մարմին եւ արունը քեզ չհայտնեց, մարդկային չէր, երկրավոր չէր, այլ իմ երկրավոր հայրը քեզ հայտնեց։ Մի քիչ հետո Հիսուսը խոսում է իր աշակերտների հետ 21-ից, ասում է, գնանք ինչ է պատահել Երուսաղեմ եւ ծերերից, քանապետներից, դպիրներից շատ չարչանքներով պետք է չարչարվի ինքը իր համար ասում եւ սպանվի եւ երրորդ օրը հարցու պետք է առնի։ Երրորդ օրը սա մասին չի, որ պետք է 3 օր մեռած մնա, 2 օր երրորդ օրը հարցուն առնի, չէ, իր տանջվելու օր, որտեղ 5 շաբթի բռնեցին, իրանց օրը սկսվում է, մերը սկսվում է գիշերվա 12-ից, իրանցը սկսվում է այդ ժամանակ իրիկվա 6-ից։ Ուրեմն 5 շաբթի բռնեցին, ուրբաթ օրը ծեծեցին 2 օր։ Շաբաթ օրը սուրբ օր էր, որպեսզի անգամ 4 շաբթի իրիկունը բռնի, որ արդեն 5 շաբթ էր սկսվում։ Շաբաթ օրը հանգիստ արեցին, 1 շաբթի օրը, ասենք կիրակի օրը հարցուն առավ, 2 օր նրանց ձեռքում էր, տանջանք, մահ, երրորդ օրը հարցուն առավ։ Ասենք շաբաթն էր մնաց հետը։ 5 շաբթի ուրբաթ շաբաթ, տանջանք եւ մահ։ Շաբաթ օրը ամբողջ օրը մնաց մահացած, մեռած ավելի ճիշտ։ Եվ 1 շաբթի օր առավոտ շուտ ասում է, որ գնում են գերեզման, որ օրը լուսանում էր, տեսան գերեզման քարը գլորված է։ Հիսուսը 3 օր մնաց անիրավների ձեռքը, ծեծվեց, արունալվարին,
մտրակեցին եւ այլ հայեցին, սպանեցին, ուրբաթ իրիկուն մեռավ, շաբաթ օր մեռած մնաց, երրորդ օրը հարություն առավ։ Դրա համար Տերը ասում է, երրորդ օրը հարություն է առնելու։ Պետրոսը սիրում էր Հիսուսին, բայց արդեն իր շարժառիթը Աստծուց չառավ։ Կարելի ասել լավ էլ չէին ճանաչում Հիսուսին, ինչ որտեղ մտածում էր գուցե Հիսուսը սխալում է, սխալ ասեց, չէր ասում սուտ ասեց, սխալ ասեց, բայց դա սուտ է։ Մեկ ասում է Պետրոսը նրան մի կողմ կանչեց, հանդիմանեց անգամ եւ ասեց քավ լցի, քեզ Տեր այդպիսի բան չի լինի։ Ասիկ Հիսուսի լավն էր ուզում իբր թե։ Հիսուսը ասում է, սենց է որոշված, սենց պետք է լինի, ասում է, չէ, ասիկ դու սխալվում ես։ Չէ տեսնում Հիսուսին ամենագետ, ամենաիմաստուն կամ ծրագրի Տեր։ Գիտեր, որ ֆիզիկապես մնա, այդ ինքը իր լավն է ուզում։ Բայց Տերը տեսեք ինչ պատասխան տալիս, եւ նա դարձավ, ասես Պետրոսի, ետիս գնա, եթե սատանա դու գայթակղություն ես ինձ, որտեվ դու միտք չես անում Աստծո, այլ մարդկանց բաները։ Ուշացում դարձեք, հետաքրքիր։ Սատանա անվանեց, հետո ասես դու մարդկանց բաներ, արդեն մարդկային ձևով ես մտածում, մարդու հասկացողությամբ ես մտածում, եւ սա բացահայտում է, այսինքն մարդկային հասկացողությունը շատ ձեռնտու է սատանային։ Սատանան ուզում է դու Աստծո խոսք մի պահիր, թեկուզ աշխարհի ամենաիմաստունների խոսքը վեկալու գործի դիր։ Իր ձեռի մեջ են։ Մարդկային բան մտածելը դուռա բացում սատանային։ Եվ Տերը հանդիմանեց Պետրոսին, չաս ապրես Պետրոս, որ ինձ համար ցավում ես։ Իմ լավն ես ուզում։ Անգամ հանգիստ էլ չասեց։ Այ Պետրոս ջան, ճիշտ է դու ինձ սիրում ես, ցավում ես, որ չլինի, բայց չէ, այս ծրագիրը հանգիստ էլ չասեց, շատ խիստ խոսեց Պետրոսի հետ։ Սխալ հասկացողության համար։ Դրա համար մենք այսօր նայենք մեր կյանքին, ինձ եւ ձեզ մեծ խորհուրդ։ Եթե ուզում եք հաջողվեք, Աստծո խոսքը պահեք։ Եթե մեկը կամենում է իմանալ, թե իմ վարդապետությունը Աստծուց է, թե ոչ, թո խոսքերս պահի կհասկանա։ Երբ որ մենք չենք պահել, չենք հասկանում, ինչ է նշանակում, հալավ ինչ, բայց որ սկսում ես պահել, այդ կյանքը տեսնում ես ու իրոք ասում ես, իրոք որ Հիսուսը Աստծուց խոսեց, Աստծուց դուրս եկավ։ 17-րդ գլխում Հովհաննես ասում է, նրանք հավատացին, ասում է, ես քո խոսքը տվի նրանց, նրանք պահեցին, պահելուց հետո հավատացի, որ դու ինձ ուղարկեցիր եւ քեզանից ես դուրս եկա։ Մինչև չպահես, այդ իրականությունը լավ չես հասկանա։ Եթե որպես մի հատ խոսք կհիշես, որ Հիսուսը Աստծո որդին Աստծուց է դուրս եկե աշխարհ։ Բայց ուրիշ բանա էությամբ հասկանաս Հիսուսը Աստծուց դուրս եկավ եւ եկավ աշխարհ։ Եվ այդ խոսքերն էլ Աստծո խոսքերն են նրա բերանում։ Շատ մեծ տարբերություն կա։ Սա է կյանք տվող, հավիտենական կյանք։ Ով որ իմ խոսքերը պահի, կհասկանա, որ ես Աստծուց դուրս եկա եւ եկա աշխարհ, եւ հենց այս պատճառով հավիտենական կյանք ունի։ Այդ հավատքի պատճառով Աստված ձեզ պահի, Աստված ձեզ օրհնի։ Աղոթք անենք։